Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունը չեղյալ հայտարարելու ընդդիմության միջնորդություն է։ ՍԴ-ն որոշում պիտի կայացնի 15 օրում։ Դիմումները քննելուց առաջ Սահմանադրական դատարանի մոտ ընդդիմադիրները պատասխանել են լրագրողների հարցերին։ Ինչպես քննարկման ժամանակ, այդպես էլ մինչև քննարկում դատարանի մուտքի մոտ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը կասկածի տակ դրեց Սահմանադրական դատարանի անկախությունն ու չեզոքությունը։ Այն, որ Սահմանադրական դատարանը անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի եւ այդպիսին է նաեւ հանրային ընկալումը, կարծում եմ դա անհերքելի փաստ է։ Սահմանադրական դատարանը կրճատված կազմով է քննում դիմումները, բացակայում են Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Դատարանը որոշել է, որ նրանք կանխակալ են ու չեն կարող քննել այս հարցը։ Մինչդեռ ԲՀԿ ներկայացնող Արամ Օրբելյանը միջնորդեց, որ ՍԴ-ն քննարկումն ամբողջական կազմով շարունակի։ Գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե Սահմանադրական դատարանի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կրճատված կազմով կողմից, ինչը առաջացնում է որոշակի խնդիր որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված։ Սահմանադրական դատարանը սակայն մերժեց Օրբելյանի միջնորդությունը։ Միաժամանակ ուժեղ Հայաստանի անդամ Արամ Վարդևանյանը ճշտեց այս պարագայում ինչու է դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում մասնակցել քննությանը, հաշվի առնելով, որ նա նախորդ ընտրություններում եղել է պատգամավորի թեկնածու Բաբաջանյան Շիրինյան դաշինքով։ Վարդևանյանը նաև մեկ այլ դատավորի Դավիթ Խաչատուրյանի մասնակցության հարցը քննարկման առարկա դարձրեց։ Կազմի տեսանկյունից կարծում եմ նաև պարոն Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարց առնվազն քննարկելու մակարդակում որոշակիորեն պետք է իրացվեր։ Հիմնավորեմ ինչի համար։ Պարոն Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործի շրջանակներում որպես երրորդ անձ ներգրավված հակակոռուպցիոն կոմիտեի, իդեպ եթե չեմ սխալվում հենց հակակոռուպցիոն կոմիտեի անվանումը ստացած ժամանակահատվածում նախագահի, այլևս իհարկե պաշտոնաթող, բայց նախագահի հարազատ եղբայր։ Ի պատասխան դատավոր Դավիթ Խաչատուրյանը պնդեց ինքը Սեդա Սաֆարյանից ճշտել է, վերջինս չի զբաղվել կուսակցական գործունեությամբ։ Ինչ վերաբերվում է իր եւ Սասուն Խաչատրյանի ազգակցական կապերին, Խաչատրյանն ասաց, որ իր եղբորն աշխատանքից ազատած վարչապետին պաշտպանելու տրամաբանություն չկա։ Նա հրաժարվեց բարձրացնել իր մասնակցության անհնարինության հարցը։ Սահմանադրական դատարանի կազմի հարցը քննարկելուց հետո ուժեղ Հայաստանը ներկայացրեց իր դիմումը։ Վարդևանյանը նշեց, որ նախընտրական փուլում իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառել, օրինակ բերելով կենսաթոշակների բարձրացման հանգամանքն ու ժամանակահատվածը։ Դատավարության հիմնական պատասխանողը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, որպես երրորդ կողմ մասնակցում է քաղաքացիական պայմանագիրը։ Հարակից պատասխաններով հանդես կգան դատախազության, ներքին գործերի նախարարության եւ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։